են, այդ ուղղությամբ քայլեր ածում են։ Բնականաբար հնարավորինս բոլոր քայլերը ձեռնարկվում են, որպեսզի օր առաջ բացվի սահմանները մեր տնտեսվարողների համար, որովհետև ինքներդ եք տեսնում արդեն ձկնաբուծարանները լուրջ խնդրի առաջ կանգնած, լոլիկում արդեն սուպերմարկետում լոլիկների գինը օրեր են լինում իջնում են մինչև 90 դրամ, դա նշանակում է, որ առնվազն 70 դրամով է սուպերմարկետը վերցնում, իսկ այդ ինքնարժեքի մեջ չի կարող տնտեսվարողը ուղղակի վնասով դուրս չգալ։ Պլյուս դրան արդեն մնացած ոլորտները դե ծաղկի շուկան արդեն բոլորդ եք տեղյակ, թե ինչպիսի գնանկում է տեղի ունեցել եւ ինչպիսի վատ պայմաններում են, վերջերս մի ջերմատնային տնտեսությունն է ու ծաղիկ աճեցնող, որը մոտ 50-60 հազար դոլարի ծաղիկ էր, ուղղակի հանել էր, այրել էր։ Ու այս խնդիրների մեջ ինձ ամենաշատը նյարդայնացնում է իշխանությունների ցինիկ կեցվածքը, որ մի 4 բեռնատար կամ 5 բեռնատար հանել են Լեհաստան ու խոսում են եվրոպական շուկա գրավելու մասին, մի 2 դիվերսիֆիկացիայի մասին, դիվերսիֆիկացիա անելու համար առնվազն 8 տարի բարձրաձայնում ենք, որ մեր պտուղ բանջարեղենները ունեն որակի խնդիր, պետքա պետական հստակ քաղաքականություն, միջամտություն, որ այդ որակի խնդիրը չունենա, պետք է հստակ քաղաքականություն, որ ցանկացած մթերքի արտադրության մեջ լինի հետագծելիություն, որպեսզի տնտեսվարողը, արտահանողը փորձի ֆերմերից գնել, հասկանա ինչ պարտանյութեր, ինչ թունաքիմիկատներ, ինչ տարբեր այլ նյութեր է օգտագործել, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, թե ոչ։ Եվ ընդհանրապես այս մեծ բիզնեսի, մեծ առևտրի մասին պատկերացում չունենալով մարդկանց հասցնելով այս վիճակին, ու սենց թեթև ոնց որ Արցախյան պատերազմի ժամանակ էր, չէ՞, մի հատ ԱԹՍ էին խփում, թուրքը մի 5 գյուղ գալիս էր, այդ ԱԹՍ-ն ցույց էին տալիս, ասում էին գետնեց, հաղթեցինք, հաղթում ենք, իմի նույնը տնտեսության մեջ է։ Մեր տնտեսվարողները շատ վատ վիճակի մեջ են ու բնականաբար մենք որպես կուսակցության ներկայացուցիչ եւ մեր կուսակցության ղեկավարը բոլոր հնարավորինս քայլերը պետք է ձեռնարկենք, որ օր առաջ սահմանները բացվի։ Պարոն Մնացականյան, ձեր կարծիքով ինչու Հայաստանի ժողովրդի նկատմամբ սկսվեցին այս պատժամիջոցները հենց ընտրություններից անմիջապես հետո եւ դրան նախորդած ընտրությունից առաջ է եղել, ասեմ ուրեմն քրոնոգրաֆ, տեսեք, եթե քրոնիկոնին հետևեք, նման դեպք եղել է 2024 թվականին, նման դեպքեր եղել են 2023 թվականին, ասեմ ավելին 2024 թվականին Ռուսաստան Ռոսելխոզնadzorի կողմից առնվազն 3 նամակ է եկել մեր ՍԱՏՄ որակ հետ կապված խնդիրներով եւ բացարձակ որևէ պատասխան չի հետ դարձել այդ նամակի տեսքով Ռոսելխոզնadzorին։ 2024 թվականին 19 ընկերություն գցեցին սև ցուցակ, եթե կհիշեք։ 2025 թվականին էլի ծաղկի շուկա հետ նորից աշճանաբար բացեցին, հիմա նորից այսքան զգուշացումից հետո փակեցին։ Ես չեմ կարող քաղաքական գնահատական տալ, ասել քաղաքական ենթատեքստ ունի, թե տնտեսական, բայց եթե տնտեսական քաղաքական ենթատեքստ ենթադրենք չունի տնտեսականով, եթե պետությունը այս 8 տարի կարողանար ճիշտ կազմակերպել եւ խոսային շուկայի դիվերսիֆիկացման մասին, խոսել ու ոչինչ չանել, մենք այսօր այս վիճակում չենք լինի։ Ասում են, որ Ռուսաստանը պաշտոնական Մոսկվան պատժում է Հայաստանի քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար։ Ես բերեք մեկնաբանություն չտամ, որովհետև ես իրականում քաղաքագետ չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, ես խոսում եմ գյուղատնտեսության ոլորտից, ես խոսում եմ գյուղատնտեսության մեջ առկա խնդիրներից, որը միջև քաղաքական թիմի անդամ եմ, բայց քաղաքական թիմի անդամ ավելավ այդ ես չեմ ասում քաղաքականության, չեմ խնդրում եմ մի մանիպուլացիա, ես լրատվական դաշտի հետ աշխատել եմ, ինձ համար մասնագիտական, ես սիրում եմ ավելի շատ մասնագիտական ուղղվածությամբ խոսել, որովհետև ես ինձ կոմպետենտ եմ համարում հենց այս ուղղվածության մեջ եւ փորձում եմ այս հարցերին պատասխանել։ Բանակցությունները որ փուլում են այդ դեպքում, պարոն Մնացականյան։ Ժամանակը գա կերևա, կտեսնեք, քայլեր ձեռնարկում են, ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս կարողանան ընդհանուր եզրեր գտնեն բանակցային, որպեսզի կարողանան մեր գյուղմթերքը արտահանվի բնական։ Ունենալով ուժեղ կապեր Ռուսաստանի Դաշնությունում չի կարող կարգավորել այս խնդիրը։ Այդ մի օրվա լուծելու հարց չի, որ մի օրվա մեջ կարգավորվի, դա անջատիչ չէ, էլի, հոսանքի որ այսօր անջատեցին, վաղը կարողանաս միացնել։ Դա իրանից ենթադրում է process-ներ եւ եթե համաձայնություն էլ կամ բնականաբար որոշակի պայմաններ են լինելու, առաջինը որակի վերահսկման, որակի հետ կապված հետագծելիության ստուգման, որակի վրա աշխատանքի ուղղության հետ կապված եւ ըստ այդ քայլերի հերթականության նոր կսկսի աշճանաբար բացվել։ Դա մի անգամից մի օրվա մեջ չի բացվելու։ Այո։ Փաշինյանը Միշուստինի հետ հանդիպումից հետո ասում է պայմանավորվածություններ կան, կլինեն, կտեսնեք։
արդեն բավական ժամանակ անցել է, ուզում եմ հասկանալ տնտեսվարողները որևէ փոփոխություն տեսնում են այս հիմնադրամում։ Եթե ընդհանրապես արտահանում չկա, հետեւաբար փոփոխություն էլ չկա։ Եթե ընդհանրապես առեսպա գյուղատնտեսական որևէ մթերք չի մտնում ռուսական շուկա, նշանակում է որևէ պայմանավորվածության արդյունք չկա։ Ներկա պայն ու այս վիճակն է։ Սամվել Կարապետյանին պատկանող, նրա ընտանիքին պատկանող Դալմա մոլ առևտրի կենտրոնում կա Երևան City, որը գիտենք ում է պատկանում։ Օրինակ դուք չեք դիտարկում որպես քաղաքական թիմի անդամ, որ Երևան City-ից դուրս բերվեն պտուղ բանջարեղենը եւ շարքային գյուղացու մթերքը բերվի այնտեղ պատճառ։ Իսկ կներեք հազար ներողություն Երևան City-ում, թե Զովքում, թե մնացած սուպերմարկետներում գյուղմթերքում է։ Ոնց հայկական չի, ինչ հայկական չի։ Բանանը կարող է հայկական չլինի, բանանը Հայաստանում չէ։ Խաղողը այս պայն բերքը դեռ չեն հավաքել, խաղողը չի հասել եւ City-ում կարող է լինել նաեւ խաղող։ Պլյուս Դալմա մոլում տնտեսվարողը իդեմս Երևան City-ների վարձակալության վերցել է տարածքը եւ ինքը գործնություն է ծավալում եւ վարձակալը ոնց որ դուք ինչ որ տուն վարձեք, ձեր տան մեջ ապրեք եւ տանտերը գա ձեզ տիպի, ասի գիտեք ինչ կա, դուք այս տան մեջ սա պետք է չանեք, նա պետք է անեք։ Դե Նիկոլ Փաշինյանը անում է, դա անոմալ երևույթ է, դա կոնկրետ մարդու մասնավոր սեփականության դեմ ոտնձգություն է, ինչը շատ վատ հետևանքների է բերելու Հայաստանի թե տնտեսության մեջ, թե քաղաքականության մեջ։ Նման բան ամենամեծ խնդիրներից մեկը հենց արդեն մարդու սեփականության իրավունքի դեմ ոտնձգությունն է։ Ու սա անհետևանք չի մնալու։ Իշխանական ցանկացած կամայականություն քաղաքական դաշտում անհետևանք չի մնալու։ Երեք ձգնաբույսներ հայտարարում են, որ 22-30 տարի պահանջվեց մինչև ռուսական շուկայում իրենք կարողացան ճանաչելիություն ունենան եւ եվրոպական միությունը արտահանելու համար նաև մարքեթինգային ինչքան ժամանակ դրանում կպահանջվի, որ այս տնտեսվարողների հարցը լուծվի եւ ձեր քաղաքականությունը ինչպես կարող է աջակցել այս դեպքում ձգնաբույսները։ Տեսեք, Եվրոպական միության հետ կապված մի քանի գործոններ կա, որ չգիտեմ ինչի, տեսեք, Պապոյան Գևորգի հետ հիշում եք, երբ որ մեր Գրիգորյանը խոսած, ընդհանրապես ասում է թարմ ձուկ, պաղեցված ձուկ, իրանք թեման թեքում են սառեցված ձկան, դա պատահական չի։ Առաջինը այն թարմ ձուկը եւ պաղեցված ձուկը, երբ որ հասում է Ռուսաստան, հասում էր 2 օրում եւ ժամկետների մեջ տեղավորում էր։ Եվրոպական միության շուկա, ես ինքս Եվրոմիություն արտահանող տնտեսվարող եմ եղել։ Եվրոպական միության շուկա արտանելու համար քեզ առնվազն 10-12 օր է պետք, մինիմում։ Այսինքն պաղեցված ձուկը որպես այդպեսին ուղղակի չի հասնի Եվրոպական միություն։ Դրան գումարած ինքնարժեքի հետ կապված խնդիրներ կան։ Այն հակաբիոտիկները, այն նյութերը, որ մերոնք են օգտագործում ձկնաբուծության մեջ, եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում։ Եթե եվրոպական ստանդարտին համապատասխանող հակաբիոտիկներ եւ այլ նյութեր օգտագործեն, արդեն ինքնարժեքի մեջ ընդհանրապես չեն տեղավորվի։ Գինը ինքնարժեքը բարձրանալու եւ մրցունակ չեն լինելու։ Այս մասին բայց իրենք ասում են, որ լրիվ համապատասխանում է սա։ Դե լրիվ համապատասխանում է ՍԱՏՄ-ի ղեկավարի ասելով, թող մի կիլոգրամ թարմ կամ պաղեցված ձուկ արտահանեն։ Ծով ունեցող երկրների հետ ոնց կարող է լինել։ Կամ այդ տնտեսվարողների մասին ինչի այդքան վատ կարծիք ունեք, որ այսինքն այդ Եվրոմիության շուկան կար, տնտեսվարողները տեղը չգիտեն։ Հասկանում եք, այդտեղ քաղաքացիությունը կա, չէ գրանցվելու բանի հարց չի, եթե միջև էտել, եթե հնարավոր լիներ, տարբերակ լիներ, ենթադրենք մեր իշխան ձուկը կամ եւ այլ ձկնամթերք արտահանելու, նրանք չեն սпасելու իշխանության որոշակի քայլերին, որից հետո իրանք փորձեին անային։ Ու եթե տեսնում եք իշխանության խոսույթը, մենք պայմանավորվեցինք, որ այսպես անենք, մենք պայմանավոր դիտարկեցինք հնարավորությունները, չէ, ախր բիզնեսի մեջ տես չի, չպետք է դիտարկես, արդեն ասես այս հնարավորությունները ստեղծել եմ, մենք սա կարող անենք, Պլյուս, այդ Եվրոպական միության շուկա եւ այլ շուկաներ, որ sense հաղթական ցույց են տալիս, ենթադրենք լավագույն դեպքում 1 միլիոն հատ ծաղիկ, 96 միլիոնա ծաղիկ արտանվի Հայաստանից։ 1 միլիոն հատ ծաղիկ արտահանելն դա պետությանը օգուտ չի, որտեղ իրանք սկսել են սուբսիդավորել, ինչը կարճաժամկետ է։ Ու արդյունքում դուրս է գալիս, որ այդ սուբսիդիաներով ինչ որ ձև զսպում են, ինչը կարճաժամկետ է։ Եթե այդ սուբսիդիաները հանեցին, թողեցին բնականon վիճակով, այդ տնտեսվարողները էլի չեն կարողանալու արտահանել։
Եվ եվրոպական շուկա եւ արաբական շուկա։ Պլյուս լոգիստիկ խնդիրները, որ բազմիցս խոսվել է լոգիստիկ խնդիրներից, հայկական բեռնատար դու չես կարողանում։ Ես իմ բեռը միշտ արտահանել եմ վրացական բեռնատարներով։ Միշտ, որովհետեւ վրացականով ավելի հեշտ է եղել, ավելի հարմար է եղել։ Մենք այդ լոգիստիկ խնդիրները չլուծած, ապրանքի որակի հետ կապված։ Կհիշեք 2024 թվականին, երբ որ հայկական ՀԿ-ներից մեկը մեր Պիպոյան Դավիթի հետ շուկայից ուղակի գնեցին Գյուղմթերք եւ տվեցին ՀԲԼՑԿ պետական լաբորատորիա ստուգման եւ բոլորը նորմերին չէր համապատասխանում, չի արգելված նյութերի քանակը, ոչ մեկինը չէր համապատասխանում։ Ու դրա մասին բազմիցս քանի տարի խոսում ենք։ ՍԱՏՄ-ն անգործունակ նստած է։ Անասնապահության ոլորտում ունենք խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի այնքան անկում, որ այսօր արդեն տավարի մսի գինը դարձել է նվազագույնը, ոսկորոտ միսը 4200։ Ու մենք այդ մասին խոսել ենք Փետրվարին ես եմ հայտարարություն արել, այն 3400 դրամի ժամանակ ասեցի, հեսա սկսելու է գինը թանկանալ, բոլորը հիշում եք, բոլորը տարածեցի։ Այս ամեն ինչը, որ մենք տեսնում ենք եւ տեսնում ենք մեծ մակարդակով, ինչա տեղի ունենում ու խոսում ենք բարձրաձայն մենք, շատ ժամանակ չի անցնում։ Մեր խոսացածը չի անցնում, որովհետև իրանք եթերով կարողանում են փոկել, այդ փոքր sense հաղթանակներ ցույց տալ, գրավեցինք շուկան, այս արեցինք, այն արեցինք, մտանք մեր Բալթյան երկրներ, ու այդ նվազագույն այդ ծիծաղելի փոքր քանակները խոսում են 5 մեքենա 100 տոննա հանեցինք Լիաստան։ Ծիրանի արտահանման մեջ ընդհանրապես պտուղ բանջարեղենի արտահանման մեջ մի տնտեսվարողը կարող 5 մեքենա նույնիսկ փչացնի թափի, որ դա խնդիր չի ծագում, էլի, իսկ այսօր 5 մեքենա արտահանել ինչ որ մի հատ լիհական խանութների ցանց ցույց են տալիս մեծ ձեռքբերում։ Հենց էսա խնդիրը։ Շնորհակալ։ Ես էլ եմ շնորհակալ։ Շատ խոսացի։ Nur Frankreich. C'est un peu compliqué.